են ասում, ճիշտ են ասում։ Երեխեն տանում է, արի։ Ես եմ մեղավոր, ես եմ մեղավոր։ Լսի, ասում եմ հանգստացի, դու ինչ կապ ունես, համին երեխեն տանասում։ Եթե ես շուտ զանգած լինեի, կիմանայինք, որ չկա։ Լսի, մի հատ քեզ հավաքի, մի բարդացրու ավելի շատ իրավիճակը, ամեն գլուխս ցավում է։ Սյուզի, մի հատ քեզ հավաքի։ Ոնց ես կարողանում այդքան հեշտ խոսես։ Լսի, ուրեմն ինչ ենք անում։ Երեխան մնում է տանը, ես ու դու գնում ենք դուրս մաքուր օդ շնչել, այդ համ քեզ ա պետք, համ ինձ։ Սյուզի, ինչ ես խոսում, ինչ մաքուր օդ։ Մաքուր օդը ոնց է օգնելու, բան է փոխելու։ Դե գոնե գլխիս ցավը կանցնի։ Այնքան կուզեի քո նման լինեի։ Ոնց ես հարմարացնում ամեն ինչ այդքան հեշտ տանես։ Սպասում ենք քննիչներ գա, որ ճանաչելու ժամանակ տեղում լինի, կարգն է այդպիսին, իսկ հիմա իրերը կբերեմ։ Մեքենայի զննումը շարունակվում է։ Նախնական տվյալները կան։ Սեդան եղել է մեքենայի մեջ։ Այդ նորություն չի։ Ուղղակի գործին կացելու համար պետք է։ Պայուսակը գտել են քո տան նկուղում։ Իսկ հեռախոսը մեքենայի մեջ։ Ես նույնիսկ այդ աղջկա անունը չգիտեմ։ Այսօր եմ լսել։ Բա ինչի ես սպանել։ Արդեն 1000 անգամ ասեցի։ Ես Դիլիջանից հետ գալուց Սևանի մոտակայքում հանդիպել եմ այդ աղջկան։ Շատ վատ վիճակում էր, որոշեցի օգնեմ։ Մտածում էի տանեմ հիվանդանոց, այն էլ խնդրեց, որ հանկարծ հիվանդանոց չտամ։ Խնդրում եմ տար ինձ տեղից։ Ուր տանեմ, հիվանդանոց ենք եկել։ Չէ, պետք չի հիվանդանոց։ Ու դու տարար քո տուն, պահեցիր նկուղում։ Հա, հետո առավոտյան արթնացա, տեսա, որ չկա։ Հետո ոստիկանները եկան։ Ճանապարհին հանդիպում ես աղջկա։ Ու քո ասելով ծեծված ու հարբած վիճակում է եղել։ Դե չգիտեմ, վստահ չեմ, որ հարբած էր։ Բայց որ ինչ-որ բանի ազդեցության տակ էր, այդ մի բանը հաստատ։ Քնած ժամանակա խնդրեմ, որ հիվանդանոց չտանես։ Ես ձեզ հիմա ինչ էլ ասեմ, մեկը չեք հավատալու։ Ինքն էլ չկա, որ գա ու ապացուցի, որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ու քանի որ ինքը էլ չկա, ես ձեզ մի բան էլ կասեմ։ Ասեց, որ մարդ է սպանել։
Ինքը շատ վախեցած վիճակում էր, ահավոր վատ էր, ամբողջ մարմինը կապտուկների մեջ։ Կբռներից։ Այս տար խնդրում եմ։ Ինչ ես խոսում, ինչի պետք է բռնեն։ Չեմ հասկանում, խմած ես։ Ես մարդ եմ սպանել։ Ես էլ որոշեցի օգնեմ։ Լավ, դուք լինեիք իմ փոխարեն ինչ կանեիք։ Սխալ հարց ես տալիս։ Ես կտանեի հիվանդանոց։ Հիվանդանոցից կզանգեին ոստիկանություն։ Կպարզեին մարդա սպանել, թե ոչ։ Այդ աղջիկն էլ ողջ կմնար։ Ամբողջ գիշեր քո տանը կողմ է եղել։ Ոչ մայրդ, ոչ նշանածը տեղյակ չեն եղել։ Եթե ուզում էիր անմեղ աղջկան օգնել, ինչի տուն չտարար։ Ինչի ընտանիքի անդամներին չասեցիր, որ պետք է օգնել։ Հասկանում ես, չես պատմությունը խելքին մոտ չի։ Արի նորից սկսենք։ Քո շայրից է բխում, որ ճիշտը ասես։ Ամեն ինչ պատմում ես։ Հետո գնում ենք տարածք, որտեղ որ գտել ես աղջկան։ Ու կպարզենք, դիակ կա թե ոչ։ Դժվար այդ վիճակում կարողանար երկար տարածություն անցնել։ Հասկացի, ուրիշ կասկածյալ չկա, ուրիշ վարկածել չկա։ Աղջիկը գնում անկերու ծնունդին, հետո անհետանում է։ Ու հայտնվում է քո տան նկուղում։ Առավոտն էլ ձորից են գտնում։ Ընտանիքի անդամների նախաքննության գաղտնիության պատճառով չենք ասում որտեղ է եղել գիշերը։ Բայց արդեն գիտեն, որ դիակն են գտել։ Սկսի պատմել։ Սեդայի կոշիկները չի։ Նինաս, մատրին էլ իրանը չի։ Ականջողներն էլ իրանը չի։ Ոնց որ մեր խոսակցությունը չի ստացվում։ Երևի մտածելու ժամանակ տամ։ Որ ինչ անեմ, ինչ որ բաներ հորինեմ, ինչ կա արդեն ասել եմ։ Չես հորինի, բայց կարող է հիշես։ Կարող է մի բան ուտես։ Էլեն, այն ինչ եղել է, արդեն անցել է։ Էլ պետք չի դրա մասին հիշել։ Ես գիտես ամեն ինչի մասին գլոբալ եմ մտածում, ձեր մասին եմ մտածում, քո մասին եմ մտածում, հիմա քեզ որ մի բան եղավ, ես ինչ եմ անելու։ Ախր սառը գլխով է պետք դատել։ Ես որ ձեզ տեր չկանգնեմ, վստահ եմ, որ քաոս է տիրելու։ Արի գնանք տուն մի բան կեր, հա։ Արի։
Բալավ ուր է։ Ասեցին ինչ որտեղից հեռախոս են գտել։ Մինաս մեզ էլ ստեղ ուղարկեցին։ Ես էլ չեմ հասկանում ինչա կատարվում։ Հա, աղջիկս։ Բաբա հորքուրը տուն է եկե։ Մամ, հլնայ։ Հեսա, այդ աղջիկա նկարն է։ Առավոտյան հայտնել էինք այն մասին, որ գիշերվանից փնտրվում է քաղաքական գործիչ պատգամավոր Մինաս Վարդանյանի քույրը, Սեդա Վարդանյանը։ Ու ժամեր առաջ լուրեր էին պտտվում, որ գտնվել է Սեդայի մարմինը։ Հենց նոր քննչական մարմիններից հաջողվեց պարզել, որ ձորում հայտնաբերված աղջիկը Սեդա Վարդանյանը չի։ Ուրիշ մանրամասներ քննչական մարմինից չեն հայտնվել։ Այսինքն այդ աղջիկը չի մահացել։ Արուչին բաց կթողնեն, չէ։ Աստված ձայնդ լսի, Բալ ջան։ Աստված ձայնդ լսի։ Հանգամանքներ են փոխվել։ Հիմա հարց եմ տալի կենտրոնացի, որ պատասխանես։ Դու ասեցիր, որ աղջիկն ասել է մարդ սպանել։ Չի ասել ում։ Հազիվ երկու բառ իրար էր կապում։ Ասեց, որ մարդ է սպանել։ Խնդրեց, որ հանկարծ հիվանդանոց չտանեն։ Հա, ուզում էր ինչ-որ Էլենի զանգեր, բայց հեռախոս չկար մոտը, մտածեցի կորցրել է։ Դրա համար էլ մեքենայի մեջ մանրամասն չեմ նայել։ Աղջիկը ողջ է։ Գտնվել է։ Դեռ չենք զրուցել հետը։ Ախպերացես տանն է։ Բայց գործը դեռ բաց է մնում։ Այն հանգամանքը, որ ըստ քո ցուցմունքի մարդ է սպանել։ Մնացած ամեն ինչն էլ ճշտելու եւ ստուգելու կարիք ունի։ Քաղաքից չես բացակայում։ Սեդա։ Սեդ դուրը բաց։ Սեդա։ Ես աղջիկը որոշել եմ ես հոգեբուժարան հասցնի, չի բացում։ Սեդա դուրը բաց։ Սեդա դուրը բաց։ Սեդա, Սեդ աղջացում եմ դուրը բաց։ Մերն եմ ջալի, բաց դուրը։ Սեդ։ Ես ձեզ ասում էի, չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Իմ ինտուիցիան ուժեղ է։ Դուք էլ սուք եք կապել։ Ապես կոմար։ Սեդա դուրը բաց։ Սեդա դուրը բաց։
վերջ լավ։ Ամեն ինչ լավ է։ Ես արդեն ուզում էի գայի քո մոտ, որ զանգեցի։ Հավատս չի գալի, որ քեզ բաց են թողել։ Ոնց ես ման ջան։ Ախր չեմ հասկանում ինչի տենց բան արեցիր, տղա ջան։ Ուզում էիր օգնել տուն բերեիր, մեզ ասեիր ի վերջո։ Դե վերջ, մամ, ամեն ինչ անցավ գնաց։ Բա որ չանցներ չգնար։ Բա որ մահանար ճանապարհին։ Դու պատկերացնում ես իմ վիճակը, ախր տղա ջան։ Քո բոլոր քայլերը մտածված են եղել։ Ես քեզ նման չէր, տղա ջան։ Դե ինչ անենք։ Ես էլ մարդ եմ, կարամ սխալվեմ։ Ամեն օր չի չէ որ սենց բան է լինում։ Ուղղակի խառնվեցի իրար, մտածեցի կօգնեմ, կբերեմ, կհանգստանա, հետո կգնա այստեղից։ Չգիտեմ, մամ, բացատրություն չունեմ։ Փառք Աստծուն, որ եկել ես։ Կարևորը էդ է, տղա ջան։ Կարևորը էդ է։ Ինչ են ասում։ Ինչ է եղել։ Ինչ պետք է լինի։ Ոչ մի բան էլ չկա։ Քնած է։ Ուղեղի ցնցում է ստացել։ Բայց դա մենակ էդ չի։ Բժիշկը ասել է, որ ուժեղ դեղերի ազդեցության տակ է եղել։ Վայ Սեդա, բոլորիս մահվան դուռն է հասցրել, ինքն էլ ընդեղ իր համար խորը քուն է մտել։ Մենք էլ սպասում ենք արթնանա տեսնենք այդ ինչ դեղեր է խմել։ Դու երբ որ խոսում ես մի բան մտածում ես ընդհանրապես։ Մտածում եմ, բոլորիցդ էլ լավ եմ մտածում։ Ես ասում էի, չէ, որ ոչ մի բան չի եղել։ Հեսա ու վրա է կգա, տեսակ որ եկավ, բայց ինձ լսող չկա։ Սուսմանա, խնդրում եմ։ Դե ես հո մեղադրելով չեմ ասում։ Երիտասարդ է, որ մեկս չենք եղել։ Լսի։ Դու ուզում ես օգտակար լինես մի բանով, գնա քրոջդ հետ խոսա։ Քուրդ մի բան գիտի, վախեցածա ձեն չի հանում։ Իմ քուրը ոչ մի բան էլ չգիտի։ Ու եթե իմանա էլ չի ասի, ընկերուհին է։ Այ Աստված գիտի ինչա պատտվում ես ջահելների ուղեղում։ Տեսնես այդ ինչ են խմել։ Մինաս, բայց դու զգացիր, որ այն նոնանել էր անջատված։ Ես քեզ նորից եմ խնդրում, ուղակի գնա։ Դե հա, ինձ ով է լսում որ, բայց վերջում պարզվում է, որ Սյուզին ճիշտ էր։ Ես էլ մամա այդպես չեմ հասկանում, թե ինչի չես ասել մեզ։ Արդեն բացատրեցի։ Ախր տեսել ես, որ վատ է, բա որ հենց այստեղ մի բան լիներ, հար։ Ես չեմ հասկանում քեզ։ Ճանաչել ես այդ աղջիկան։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Ինձ թվում էր, որ գոնե դու ասածներիս հավատում ես։ Հավատում եմ, բայց ոնց ասում ես, անցավ գնաց էլ ինչ ես այս վիճակում։ Որովհետև վատ բան եմ արել։ Սխալ բան եմ արել այդ աղջկա նկատմամբ, հասկանում ես։ Ինչ ես արել։ Ես այդ աղջկան չտարա հիվանդանոց։ Խնդրեց, որ չտանեմ։ Ասեց մարդ է սպանել, ահա որ վախեցած էր։
խղճիս վրա ազդեց բերեցի այստեղ։ Դե ձեզ էլ ինչ ասեի։ Ես ինքս չգիտեմ, թե ինչ է կատարվում, ուր մնաց ձեզ խառնեմ այս պատմությանը։ Ահա որ վախեցած էր, հաստատ մտածված ինչ-որ բան չէր արել։ Հա, հաստատ։ Ու այդպես բերեցի այստեղ։ Հետո երբ ինձ տարան ոստիկանություն, այդ ժամանակ ասում էին, որ աղջկա դի են գտել ու ոնց որ թե հենց այդ նույն աղջիկն է։ Ես էլ թե մտածում էի, որ մահացել է ու ասեցի, որ մարդ է սպանել։ Մտածում էի կգտնեն այդ մարդուն, կհասկանան, որ ես այդ աղջկա հետ ոչ մի կապ չունեմ, որ ես ոչ մի վնաս չեմ տվել իրան։ Հետո պարզվեց, որ այդ աղջիկը ողջ է ու ավելի վատ բան ստացվեց։ Հիմա հասկանում ես, թե ինչի եմ սենց վատ վիճակում։ Հալո։ Հա։ Հիմա կգամ։ Ես հիմա գնում եմ, շատ չեմ ուշանա։ Պիտի տեղը ցույց տամ, թե այդ աղջիկը որտեղից է նստել մեքենաս։ Շուտ կգամ։ Դեռևս նոր բան չունեմ ասելու, հիմա կաթիլային ենք միացրել օրգանիզմը մաքրելու համար, իսկ մնացած հետազոտությունները արդեն կլինի վաղը։ Իսկ կարող ենք իրան տեսնել։ Այո, կարող եք, բայց շատ լարված է, ես չեմ ստիպում իրեն, խորհուրդ կտամ դուք էլ չստիպեք խոսելու։ Կարանք տուն տանենք, թե դեռ պետք է մնա բժշկուհի ջան։ Այո, կարող եք։ Ես թվում է տանը ավելի լավ կզգա իրեն, բայց այն պայմանով, որ օրգանիզմը մաքրելու գործընթացը պետք է տանը շարունակեք։ Բայց կարող եք մեր բուժքույրերից որևէ մեկի հետ պայմանավորվել, ինքը մի քանի օր կայցելի։ Այդ ամեն ինչը կազմակերպենք, դա պրոբլեմ չկա։ Մենակ ինձ մի բան ասեք, ավելի լուրջ բան չկա։ Դուք վաղ եկեք։ Քնիչը ինձ հետ անդադ կապի մեջ է։ Ես հիմա արգելել եմ իրեն հարցաքննելու Սեդային, մինչև Սեդայի վիճակը կարգավորվի։ Իսկ մնացած հետազոտությունների արդյունքները վաղը կլինի արդեն։ Հերիքա, դու ավելի լավը մի բան կեր, որ սեն շարունակես գնալ ես Սեդայի կողքը պարկես։ Հաստատ լավա չէ, Սյուզի։ Ոյ լավա, խմելա ու խորը քունա մտել։ Ու իր համար լրիվ մեկա, որ դու ստեղ լիտրերով ջուր ես խմում, վերջում էլ այդ ջուրը արցունք ես դարձնում։ Ինչ ես խոսում, Սյուզի։ Ես ավելի լավա գնամ, որովհետև քո հետ անիմաստ է խոսելը։ Չէ, բալիկ ջան, ոչ դու, ոչ էլ նոնան, ստեղից ոչ միտեղ չեք գնալու, միջև ինձ չբացատրեք, այդ ոնց եղավ, որ ծնունդի տեղից Սեդան անհետացավ, մեկ էլ հայտնվեց մեր լոգարանում։ Դուք կամ մի բան գիտեք, կամ ինքը ձեզ էլ չի վստահում։ Դե հիմա աղջիկա, կարող է որոշել է ամուսնությունից առաջ կյանքը վայելի, որ հետո չասի, կյանքս անցավ, բան չհասկացա։ Նոնա։ Այսինքն։ Ինչ այսինքն։ Պատկերը այնքան պարզա, ոնց որ էս ջուրը։ Ուղղակի աղջիկը որոշել է ժամանակ անցկացնի։ Ուղղակի մի քիչ ճիշտ չի հաշվարկել այդ ժամանակը։ Սյուզի Սեդան հիվանդանոց է ընկել։ Ես ուղղակի խնդրում եմ, որ գոնե Մինասի մոտ այդ քո ֆանտաստիկ մտքերը չհայտնես, որովհետև դու իսկապես չես հասկանում, թե ինչ ես ուզում։
Ես շատ լավ հասկանում եմ, որ այնտեղ մի բան եք կերել։ Կամ խմել։ Ուղղակի Սեդան մի քիչ չափը անցել է, հմ։ Ես երևի գնամ։ Ես էլ։ Մինասն ա գրել։ Սեդային բերում են տուն։ Ու ի դեպ գրել է, որ ավելորդ հարցեր չտանք, իբրև որ տանք այդ հարցերի պատասխանը ստանալու էինք։ Եթե մի լուրջ բան եղած լիներ, իրան հաստատ տուն չէին բերի։ Հեսա կգա, սիրուն, ամեն ինչ իրա տեղը կընկնի։ Գիտեք, ես շատ բան եմ հասկանում, ուղղակի չեմ բարձրաձայնում։ Գիտես ինչի, որովհետև դու իմ քույրն ես Էլեն ջան։ Ու եթե Սեդան մի բան ա արել, ուրեմն դու էլ ես արել։ Իսկ ես չեմ ուզում, որ Մինասը դրա մասին իմանա։ Ու մեր ծնողները իմանան օվկիանոսից այն կողմ։ Դրա համար շնորհակալ եղիր, որ ամեն հասկացածս չեմ բարձրաձայնում։ Դու էլ ամեն լսածդ պետք չի որ հիշես։ Լսեցիր, մոռացի։ Ոնց ես։ Լավ եմ։ Մինաս նորմալ է, որ անընդհատ ուզում ա քնի։ Այս դեպքում նորմալ է։ Ես իրան ճանապարհի վրա եմ հանդիպել։ Դե այստեղ ուրիշ ճանապարհ էլ չկա։ Եթե դուրս ա եկել մայրուղի, ուրեմն այս ճանապարհով պետք է դուրս գա։ Սեդ լավ ես, չէ՞։ Գլուխս պտտվում է։ Ոչինչ, այսօր կհանգստանաս սաղկանցնի։ Ուզում եմ խոսենք։ Չէ, դու արի այսօր հանգստացի, վաղ խոսենք։ Մինաս մեր երկու բար խոսան գանք։ Նվեր։ Արի տս։ Ես ուզում եմ պարկեմ։ Ես քեզ կօգնեմ։ Ամեն ինչ նորմալ է։ Դե որ արդեն տուն եք բերել, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Ես հասկանում եմ, որ բոլորդ ուզում եք հարցեր տալ, ինչ-որ բաներ հասկանալ։ Բայց այսօր հանգիստ թողեք, թող քնի։
Էլի։ Սեդ, խնդրում եմ, սիրտս պայթում է, մի բառ ասա էլի, խնդրում եմ, գոնե ասա ուր էիր գնացել։ Ոնց է իրեն զգում։ Հիմա արդեն շատ լավ է։ Բերել ենք տուն, հեսա բուժքույրն է գալու մի հատ հետևի կարևոր որ տանն է։ Ես պետք է մի երկու հարց տամ։ Հիմա չէ։ Հիմա թող հանգստանա։ Տենց չի լինի, կարևոր է որ հետը խոսեն։ Մենք ոնց որ իրար չենք հասկանում։ Ասում ենք այսօր անհնար է։ Անհնարին է, որ պետք է ճշտենք այդ օրը ինչ ա եղել։ Հիվանդանոցից եմ գալիս։ Հետազոտության պատասխանները մոտս են։ Նախ պետք է ասեմ, որ արյան մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրադեղեր։ Կներեք, բայց պետք է խնդրեմ, որ չխանգարեք քննությանը։ Աղջկան բռնաբարել է։